ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մեկուսարանից հանդես է եկել հրատապ ձայնաուղերձով։ «Ես մարտական եմ տրամադրված, իմ գործն արդար է, ինձնից է կախված ողջ հայ ժողովրդի ճակատագիրը», ձայնաուղերձի միջոցով ասել է Վարդան Ղուկասյանը։ Հայաստանի կողմից բոլոր քրեական մեղադրանքները շինծու և հնարովի են, դա կապացուցվի, նշել է նա։ Վարդան Ղուկասյանը մասնավորապես ասել է, որ իր անունից արվող դրամահավաքները կեղծ են, իրեն ոչ մի գումար չի հասնում և այս պահին նա գումարի կարիք չունի։ Շնորհակալություն հայտնելով իր աջակիցներին, նա ասել է, որ միակ բանը, ինչի անհրաժեշտությունը իսկապես կա, դա ԱՄՆ հայերի կողմից իր մոր հանդեպ հոգ տանելն է։ Նա նաև վերահաստատել է լուրը այն մասին, որ ԴՕԿ կուսակցությունը չի մասնակցի Գյումրու ընտրություններին։ Ներկայացնում ենք Վարդան Ղուկասյանի ձայնաուղերձը ամբողջությամբ։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Ուզում եմ դիմեմ բոլորին։ Նախ ուզում եմ, այսինքն բոլոր այն մարդկանց, ովքեր որ ցավում են, մտածում են եւ մտահոգված են Վարդան Ղուկասյանի ճակատագրով։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր որ ինչ-որ մի կերպ փորձում են աջակցել Վարդան Ղուկասյանին։ Ամենակարևորագույն երկու հայտարարությունները կապված Գյումրիի հետ մեծ անձնապահքանից դուրս գալը, դա եղել է իմ որոշումը եւ ելնելով իմ որոշումից ԴՕԿ կուսակցությունը հետնահանջ է դրել իր քայլը եւ որոշել է եւ կատարել է իմ որոշումը հետ կանգնելով Գյումրիի ավականու ընտրություններից։ Ինչի ոնց իմալն այդ բոլոր պատասխանը գիտեմ ես։ Նորից եմ կրկնում, դա իմ որոշումն է եղել։ Երկրորդ, ես հետևել եմ, որ ինձ փոխանցեցին ավելի շուտ, որ իրականացում դրամահավաքներ, չգիտեմ, տարբեր մարդիկ են երետներ ունենում, դիտումներ ապահովում, ինչ-որ տարբեր հայտարարություններ անում եւ այլն։ Ասած դրամահավաքության հետ Վարդան Ղուկասյանի փաստաբանական խմբերի բոլորի գումարները վճարված են առանց որևիցե մի արտաքին օգնության, այսինքն դրամահավաքի։ Սա մեկ։ Ինչ էստեղ քերակատարողական հիմնարկում որտեղ գտնվում եմ, գումար անհրաժեշտ չի։ Սա երկուս։ Միակ խնդրանքս այն հայերից, որոնք որ բնակվում են Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիա, Նևադա եւ այսպես ասած մոտ նահանգներում հոգ տանել իմ մոր Սուսաննա Ղազարյանի առողջության մասին։ Ուրիշ ոչինչի կարիք, բացի արդարությունից, այս պայծառությամբ ես չունեմ։ Ես մարտական եմ տրամադրված, իմ մարտական ոգին տեղում է, իմ գործը արդար է, ինձանից է կախված ողջ հայ ժողովրդի Հայաստանի ճակատագիրը, Հայաստանի կողմից Ամերիկային ուղղված քրեական մեղադրանքները բոլորը շինծու եւ հնարովի են, իմ փաստաբանական խումբը իր առաջ ունի դրանց խնդիր, դա ապացուցելու եւ դա կապացուցվի։ Այն մարդիկ, ովքեր ընկած են հիմա ժամանակավոր էйֆորիայի մեջ, ուզում եմ ասեմ, որ դա ժամանակավոր է, ոչինչ, մի քիչ էլ ուրախացեք։ Իսկ ինչ վերաբերում է դրամահավաքներին եւ այլն, նորից եմ կրկնում, ոչ մի դրամահավաքից ես տեղյակ չեմ, ոչ մի դրամահավաքից ես չեմ օգտվում եւ խնդրած կլինեմ դրամահավաքներ ամենից դուրս, չգիտեմ, Ռուսաստանի տարածքում, Եվրոպայի տարածքում չիրականացնել, որովհետեւ եւ չհրաժարվել մենք չի եկել գումարներ ուրականում, ինձ որ հաստատ բան չի եկել, ոչ ինձ, ոչ իմ փաստաբաներին եւ ոչ էլ մենք հրապարակը ունենք այս փուլում։ Միակ բանը, որից որ ես խնդրում եմ ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին, հոգ տանել իմ ծնողի մասին։ Եթե իմանամ իմ ծնողը գտնվում է ապահով ձեռքերում, ինձ համար այստեղ գտնվելը այսպես ասած չի գրի ծանր բարոյա հոգեբանական տրավմա ինձ համար։ Դա է։ Մնացած եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորին այն լայք տնողից մինչև դատարան եկած ասած բոլոր քաղաքացիներին։ Ես չի սպասում նման արձագանք, որ կարող է տասնյակներով մարդիկ գալ եւ առավոտ բալուսանա դատարանի առաջ աջակցություն ինձ անել ցույց։
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այդ մարդկանցից, շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներից, մենք արդարության ճանապարհի վրա ենք եւ շուտ թե ուշ մենք կհասնենք դրան։ Հարգանքներով, Վարդան Ղուկասյան։